Եթե դուք երկար ժամանակ փնտրել եք համացանցում գումար աշխատելու միջոց, ապա բարի գալուստ Phoenix Trading։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եկեք կատարենք մի քանի գործարք եւ զրուցենք trading-ից։ Օրինակ, ձեզ կհետաքրքրի, չէ, եթե հասնեք դուք հաջողության, ինչպիսին կլինի ձեր կյանքը։ Ես կկիսվեմ մի քանի, այսպես ասած, փաստերով, որը որ ինձ թվում է ձեզ կլինի հետաքրքիր։ Եկեք, եւ որպիսի չցանձրանանք, այստեղ trend է։ Եկեք trend-ով ուղակի բարձրանանք վերև 7 րոպեով, բայց որպիսի ես շատ չլարվեմ, եկեք կատարենք մի $35 գնում։ Խնդրեմ։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան։ Մինչ անցնելը այդ պատմություններին trader-ի կյանքի, խնդրում եմ ովքեր որ ուզում են գովազդ անել իմ ալիքի միջոցով եւ դիտում են հիմա այս վիդեոն, մի դիմեք ինձ պիրամիդաների կամ այդպիսի ներդրումային բոտերի համար։ Քանի որ ես երբեք չեմ գովազդի ինչ-որ պիրամիդաներ, սա արդեն որորդ անգամ է ինձ դիմում են այդպիսի պիրամիդաների գովազդելու համար, ու գիտեք հետաքրքիրը որն է, կան կազմակերպություններ, որ առաջարկում են լավ գումարներ դրա համար, եւ կան կազմակերպություններ, որ առաջարկում են կոպեկներ։ Հələ մի պահ եկեք այդ ֆինանսականը մոռանանք, այդ պիրամիդաները ովքեր չգիտեն, այն տելեգրամյան բոտերն են, որ դու բացում ես, ասենք ուղարկում ես քո ընկերոջը եւ դրա համար քեզ պիտի փող գա, այն ովքեր որ սկզբից են մտնում գալիս է փող, իսկ ովքեր որ ուշ են մտնում, արդեն փակվում է այդ պիրամիդան ու էլ գումար չի գալիս։ Հիմա նայեք, նախ առաջինը, ես երբեք այդպիսի կասկածելի ծրագրերի մեջ չեմ ներքաշի իմ դիտորդներին, նախ առաջինը, ես այդպիսի մարդ չեմ, երկրորդը, ես կյանքում իմ անունը չեմ գցի այդպիսի անիմաստությունների համար, երրորդը, դուք ոչ մի գումար չեք կարող ինձ առաջարկել, որ դա ինձ գերի, ու չգիտեմ կան կազմակերպություններ, գիտեք չէ, մտնում եւ կոպեկներ են առաջարկում։ Ասենք, չգիտեմ, ես նույնիսկ այն որ sense կատակով խորհուրդ եմ տալիս, չեմ ուզում ոչ մի կազմակերպությունների անուն տալ, իհարկե, ես այդպիսի մարդ չեմ, այն որ որքան էլ որ գիտենան, որ դա լավը չի, ընդհանուր գլոբալ ասում եմ հեռու մնացեք պիրամիդաներից, բայց կոնկրետ չեմ ուզում ինչ-որ մեկին վատություն անել, ես այդպես եմ ապրում։ Հիմա նայեք, մտնում են կոպեկներ են առաջարկում, ես էլ գրում եմ էլի սենց կիսակատակ, խորհուրդ կտամ ձեզ, դուք ընդհանրապես իմ նման թրեյդերներին ոչ մի այդպիսի գովազդային ինչ-որ գործնական առաջարկներ չանեք, էլի։ Ասում եմ ընդհանրապես դուք պատկերացնում եք այդ կոպեկների համար, ասենք իմ նման թրեյդերը կյանքում, ես սենց ասեմ, եթե նույնիսկ այդ կազմակերպությունը լավ լինի, նորմալ կազմակերպություն, ասենք չլինի պիրամիդա, լավ առաջարկելուց գումարը կողմը լոգիկային մոտ պետք է լինի, չէ՞։ Ասենք, չգիտեմ, այն որ լավ սենց ասեմ, եթե ես ուզենայի ինչ-որ մի լավ հայկական կազմակերպություն գովազդեի, ես ասենք գովազդեի առանց գումարի, բայց ասենք կոպեկներ առաջարկելը որն է, եթե գումար եք առաջարկում, նախ առաջինը պետք է ասենք հասկանաք, որ այդ մարդը, ասենք ինչ գումարային շրջանառություն ունի եւ ինչ գումար առաջարկենք այդ մարդուն, իսկ եթե ասենք դուք ֆինանսապես չեք կարող այդ մարդուն առաջարկ անեք եւ չգիտեմ, այդ մարդը ձեզ պետք է օգնի եւ ունի լավ ֆինանսային շրջանառություն, այդ մարդը մաքսիմում կարող է ձեզ օգնի, սենց ասած անվճար, բայց ես չգիտեմ ում պետք է օգնեմ անվճար, քանի որ հիմա այս ներդրումային ու թրեյդինգային ոլորտը այնքան խաբեություններով լի է, իրոք, պիրամիդաներ այնքան շատ կան, որ նույնիսկ չգիտենք էլ որ պիրամիդա է, բայց պիրամիդա է։
Դրա համար ես կգովազդեմ իմ մոտիկ ընկերոջ, ասենք, ինչ-որ կազմակերպություն, ում որ ասենք 100%-ով չասեմ, լավ 100%-ով չասեմ, քանի որ 100%-ով մենք երևի ինքներս մեզ չենք կարող վստահել, քանի որ մենք թույլ մարդիկ ենք եւ ունենք շատ սխալներ, էլի մեր կյանքում։ Թող լինի 99%-ով որ վստահում եմ միայն նրանց, կգովազդեմ անվճար։ Բայց ասենք անծանոթ մարդը մտնում է, ասենք մի լևի ակաունտից, ասենք ուրիշի նկարով, ուրիշի անունով ու ասենք չգիտեմ ինչ առաջարկ է անում ու առաջարկում է այն որ դու явնի հասկանում ես էլի դա ինչ է որ դու պետք է ասենք քո դիտորդներին գովազդես, քո դիտորդներից ովքեր որ առաջինը մտնեն կաշխատեն, իսկ ովքեր որ վերջինը մտնեն կփակվի եւ կմնան։ Ասենք վсё, կհելնեն, էլ չկա այդ ծրագիրը։ Չգիտեմ, ես նախ առաջինը դասախալ եմ համարում, երկրորդն էլ պետք չի էլի այդպիսի բաներով զբաղվել ու ընդհանրապես խորհուրդ եմ տալիս պիրամիդաներ, տելեգրամյան բոտեր, այդպիսի կասկածելի գործունեության մեջ չմտնեք։ Ասենք նայեք, հիմա ես pocket option trading, չէ, բայց դա հո ինձանից չի ելել։ Ասենք ինտերնետով այնքան կա, ասենք ինֆորմացիա թե pocket option-ի վերաբերյալ, թե trading-ի վերաբերյալ, կա trading մասնագիտություն, որը որ արդեն քանի 100 տարի էլ կա։ Նույնիսկ այն ժամանակ, որ ինտերնետը չի եղել, մեկա trading-ով զբաղվել են մարդիկ։ Հիմա ինչ է ասածս, այն որ սա ես ինձանից չեմ հորինել, pocket option-ը ես չեմ ստեղծել, մինչև ինձ եղել է համարյա երևի մի 10 տարի կա, եթե չեմ սխալվում, եթե 10 էլ չլինի, լավ մի 7 տարի կա։ Ու 7 տարի ինքը իրեն լավ է պահել ու ես դրա համար էլ հիմա pocket option-ն եմ ձեզ ցուցադրում։ Այն ինչով որ ես 2 տարի զբաղվել եմ, այն ինչը որ 2 տարի ինձ միշտ լրիվ այն որ չոտկի տվել է գումարս։ Չի եղել ոչ մի խնդիր, որ ես ասենք, ահա, աշխատեմ եւ չկարողանամ այս գումարը հանեմ։ Կան շատ trading-ային, ասենք, կայքեր, իրոք կա, որ դուք կարող եք գումար հանել, ասենք, շաբաթը մեկ անգամ։ Չգիտեմ, ու տենց դժվար պայմաններ է դրված, բայց թե pocket option-ը տալիս է ազատություն, երբ ուզում ես գումարդ հան։ Հա, պետք է տեսնեն, հաստատեն, բայց հիմնականում մի քանի ժամ է տևում, իհարկե կախված է շաբաթվա սկզբի օրերն է, թե օրվա որ ժամն է։ Օրինակ շաբաթվա, նայեք, սկզբի օրերը ծանրաբեռնված է միշտ։ Եվ եթե գումարը ուզենաք հանեք, խորհուրդ եմ տալիս, տենց առավոտ շատ շուտ զայավք են տակ։ Օրինակ ես եթե ճիշտ եմ նկատել, առավոտ տենց ժամը 5-ին որ զայավկա եք տալիս, շատ հավանական է որ շուտ հաստատեն։ Ես իմ փորձից եմ ասում, բայց դա իհարկե 100%-անոց չէ, բայց այնուամենայնիվ դուք ստանում եք ձեր գումարը։ Իհարկե կան ինչ-որ խնդիրներ տեխնիկական, որոնք որ իդեպ լուծվում են, օրինակ մարդկա չգիտեմ, մի 3 հատ համակարգչով եմ մտնում, մարդկա հեռախոսով, բան, ես խորհուրդ չեմ տալիս, աշխատեք միշտ մտնեք այս ձեր կայքը մեկ устройствով։ Ու հայերեն ուղղակի այս բանը չհիշեցի, այդ բառը։ Թող լինի, ասենք համակարգիչը վերջ, միշտ համակարգչով մտեք։ Նու ասենք նույնիսկ եթե դուք համ համակարգչով եք մտնում, համ ձեր հեռախոսով, խորհուրդ կտամ մտնեք միայն ասենք համակարգչով կամ միայն հեռախոսով, այն ինչը որ ձեզ պետք է trading-ի համար։ Մեկ устройствով։ Էլ մի խառնեք, էլի։ Քանի որ IP-ների փոփոխությունը դա կասկածելի կթվա pocket option-ի համար, կայքի համար։ Այդպիսի խնդիրները նույնպես լուծվել են։ Մարդ է եղել, ով մի քանի համակարգչով է մտել, IP փոփոխություն է նկատվել, հետո անձը հաստատող փաստաթուղթ եւ այլն,
Եվ այդ խնդիրը լուծվել է ի վերջո, գումարը տվել են։ Ես չգիտեմ նման դեպք, որ ինչ-որ մեկին, ասենք, գումարը չտան։ Այդ մարդը, ասենք, ոչ մի խարդախություն չանի, ասենք, չուզենա, չգիտեմ, կայքը, կոտրի կամ ինչ-որ բան, եւ գումարը չտան։ Չգիտեմ այդպես դեպք։ Ու առավել եւս մեր դիտորդների հետ կապված հաստատ չի եղել նման դեպք։ Իսկ մեզ արդեն պատկերացնում եք, որ որքան մարդիկ են դիմել ինչ-որ տեխնիկական խնդիրներով։ Բայց ասեմ, որ այդքան շատ մարդիկ չեն եղել, ասենք եղել է մի 5-6 հոգի, ու ասեմ այդ 5-6 հոգին չեն եղել մեր փակ ալիքում, ու լավ, եթե չսխալվեմ, ասես լավ չեմ հիշում, թող լինի 1 հոգին, ասենք, մեր փակ ալիքից, բայց երևի մեր փակ ալիքից մարդ չի եղել, այդ 5 հոգու խնդիրն էլ լուծվել է։ Մաքսիմում տևել է 2 օր։ Հիմա նայեք, ինչ եմ ասում ես, ինձ որ գրում են, ասենք, օրինակի համար, կա գործնական առաջարկ թրեյդինգային ներդրումային կազմակերպություն, ինչու եմ ես ընդհանրապես գրվում այդ տվյալ անձնավորության հետ, ինչու եմ ես լսում, քանի որ, ասենք, ես մտածում եմ, որ նորմալ բանկ առաջարկեն, ոչ թե ինձ պայման, այլ, ասենք, ներդրումային նորմալ կայք են բացել մեր հայերը, թե բնականաբար ինձ հետաքրքիր է, եթե նորմալ կայք է, ինչի չօգնենք։ Էն էլ հիմնականում պիրամիդաներ են։ Չգիտեմ։ Բայց դե իհարկե, օրինակ, եթե լիներ կայք, որը որ միանգամից հայկական քարտի վրա գումարը նստեցներ, ավելի լավ կլիներ։ Սենց ասեմ, Pocket Option-ից ավելի վստահելի կայք եթե ես գտնեմ, ու ասենք ավելի արագ մեր գումարները վճարեն, ասենք միանգամից զայախկա տվեցիր եւ գումարը նստեց առավելապես քարտի վրա, հենց որ միանշանակ ես միանգամից կտեղափոխվեմ այդ մյուս կայք, բայց այս բայի դրությամբ իմ համար ամենավստահելի մեր գումարը շատ հավանականությամբ վճարող կայքը Pocket Option-ն է։ Ինձ միշտ վճարել է, խնդիրներ չի եղել։ Հա, այս կյանքում 100%-անոց բան չկա։ Իհարկե, նույնիսկ կարող է վաղը ես չլինեմ։ Կամ չգիտեմ, ինչ-որ խնդիրներ լինի, ինտերնետը անջատ է։ Բայց թե հավանականությամբ որ նայում ես, ահագին ժամանակ կա, շատ տարիներ կա, խնդիրներ չի եղել։ Համաշխարհային հայտնի կայք է, ինչ ասեմ։ Կարող եք ինքներդ ինֆորմացիաներ փնտրել, կան հեյտերներ, իհարկե, ովքեր որ իրենց պատճառով կորցնում են գումար եւ հեյտ են անում։ Հիմա նայեք, այն պիրամիդաների բանով որ խոսեցի, ասենք հնարավոր է ինձ առաջարկող մարդիկ մտնեն գրեն բինարնի օպցիոնը դա թրեյդինգ չի։ Թե արդեն հասկանում եք ինչ է։ Կամ մտնեն ասեն դու քո շահը ունես։ Չգիտեմ էլ ինչ կա, կամ այս գումարը իրական չի։ Սպասում եմ, բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, իմ պիրամիդա պատրաստող մարդիկ, ես նախ առաջինը չեմ տվել ձեր կազմակերպության անունը, ձեր կազմակերպությունների, քանի որ, հա, այս վերջին դեպքը եղավ երեկ, թե առաջի օրն էր, բայց թե մի քանի անգամ առաջարկել են, ես ոչ մեկի անունը կազմակերպության չեմ տվել։ Հենց որ հանգիստ եղեք եւ մի մտեք, վատ կոմենտներ գրեք, ինքը շահամոլ է, ինքը չգիտեմ ինչ է, ինքը բինարնի օպցիոն է ցույց տալիս, դա իրական թրեյդինգ չէ, դա իրական թրեյդինգ չէ, բայց TradingView կայքով նույն արժույթները կան, չէ։ Հա չեք ուզում Pocket Option-ով կատարեք, ես ձեզ ցույց եմ տալիս տեղ վերլուծություն։ Ախպեր Pocket Option-ում մի կատարեք trade, գնացեք, չգիտեմ, ինչ որ futures-ների կայք գտեք, ես չգիտեմ ինչ կայք եւ կատարեք։ Ինձ հարմար է Pocket Option-ը, բինարնի օպցիոնը, ես այստեղ եմ կատարում, ինձ դուր է գալիս այս կայքը, ինձ դուր է գալիս, որ ասենք ես նշում եմ այսքան գումար, օրինակ այսքան գումար։ Եվ ես գիտեմ, որ կորցնեմ $100 կկորցնեմ, ոչ թե future-ի նման, ասենք հնարավոր է բալանսից կեսը կորի։ Չգիտեմ, մեկը ասում է բինարնի օպցիոնը ռիսկային է, բայց սենց ասեմ, իմ համար ավելի ռիսկային է future-ը, հա stop loss-եր կան եւ այլն, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ ես այսքան գումարով եմ կատարում
իմ գործարքը, իմ ռիսկը այսքան է վերջ։ Ֆիքսված գումարը ավելի լավ է, քանի որ նայեք, եթե հիմա futures լիներ, մենք կատարել էինք վաճառք, ինչքան իշներ, մեր բալանսը այդքան կշատանար, որքան բարձրանար, այդքան կիշներ, իմը չի։ Փորձել եմ իրոք, կորցրել եմ գումար, շատ գումար չեմ կորցրել, քանի որ ես հասկացա միանգամից, որ futures-ը իմը չի։ Հիմա նայեք, օրինակ այստեղ մենք կատարում ենք դագոն, օրինակ նայեք։ Հիմա այս գինը կարող է բարձրանալ հասնի այստեղ, ես կատարեմ 1 րոպեով դագոն, վաճառք, աշխատեմ գումար ու գրաֆիկը շարունակի բարձրանալ։ Այսինքն futures-ի մարդիկ կկորցնեն, քանի որ դե իրենք չեն կարող 1 րոպեով դագոնով հատվածից աշխատեն գումար։ Հիմա մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ հատվածներից միշտ լինում է մի քիչ ատկատ, չէ՞։ Մենք գիտենք, որ հատվածի հասավ մի 2 րոպեով, 1 րոպեով ատկատ կանի ու ելի կբարձրանա օրինակի համար, եթե պետք է բարձրանա։ Իսկ futures-ը ինչ։ Futures-ը դու պետք է հասկանաս, որ կամ պետք է իջնի ներքև, կամ պետք է բարձրանա վերև։ Իսկ դու դա երբեք չես կարող հաստատ ասես։ Հիմա նայեք, ես օրինակ գիտեմ, որ 100%-ով ես չեմ կարող ասել, հա, trend-ը ներքև է, կա հատված, կա S, կա N, բայց հիմա նայեք, ով կարող է հաստատ ասի, որ այստեղ, ասենք, ռազվարոտ տեղի չի ունենա եւ նայեք, հնարավոր է բարձրանա վերև։ Ու ասեմ, այստեղ ավելի շատ հավանական է, որ կբարձրանա վերև, բայց ինձ պետք է, որ այս 1 րոպեանոց գործարկս փակվի պլյուս։ Ինչ ասեմ, այստեղ futures-ի մեր մարդիկ մեղ կլինեին։ Հիմա ասեք, բինարնի օպցիոնը ռիսկային է։ Հա, ռիսկային է, trading-ը ինչը ռիսկային չէ։ Կա տենց ոչ ռիսկային trading, թե կա, ասեք, գնանք ոչ ռիսկային trading-ով զբաղվենք։ Չգիտեմ, ուղղակի ինչ են մտածում տվյալ մարդիկ, եկեք հələ տեսնենք այս հետաքրքիր պահը, ինչպես կավարտվի, չեմ սիրում այսպիսի լարված պահեր, հիմա կասեք ինչի ով է սիրում, որ ահա, դե իհարկե ես այս հատվածը, եթե 1 րոպեանոցով դիտարկենք, լավը լինի, ու պրինցիպի կարող ենք 1 րոպեով էլ չէ, ասենք այսպես, եկեք, մենք ամեն դեպքում կաշխատենք գումար, իմ սիրելի դիտորդներ ջան։ Ես հատվածից, այստեղի հատվածից, չգիտեմ ինչ տվեց, կատարեցի վաճառք։ Հիմա այնուամենայնիվ մենք կվերադարձնենք մեր գումարը։ Ես զգացի, որ այստեղ էլ, ահա, այստեղ ասի, այստեղ ասի, այստեղ ասի, սպասեք, սպասեք իմ, ես ինչ եղավ, տակ, հիմա մի վարկյան իմ սիրելի դիտորդներ ջան, եկեք հլը 1 րոպեով կատարենք այսպիսի գործարք։ Հիմա նայեք, ես արդեն մոռացա ինչից էի խոսում, բայց այստեղ ավելի շատ հավանական է, որ կփակվենք պլյուս։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, ես արդեն մոռացա ինչից էի խոսում, բայց ես ուզում էի նույնիսկ ներկայացնել ձեզ թրեյդերի կյանքը։ Եկեք վերջապես ներկայացնեմ։ Որպեսզի շատ երկար չխոսեմ, կասեմ ընդամենը մի քանի բառով։ Որքան էլ աշխատեք, մեկը քիչ է։ Իրոք ասում եմ։ Եթե ձեզ թվում է, որ դուք թրեյդինգով սկսեք նորմալ գումարներ աշխատել ու կբավարարվեք, չկա նման բան։ Իրոք չկա նման բան։ Մեկը որքան էլ որ աշխատեք, մեկը քիչ է լինելու։ Մեկը քիչ է լինելու։ Հիմա կասեք սրա բախտելի բերեց։ Եկեք տեսնենք ուր եկավ։ Լավ, որ չասեք ես սրա բախտելի բերեց 4 րոպեով վաճառք։ Ես իրոք ես
Ես մեղք չունեի, իմ սիրելի դիտորդներ ջան, այն որ վերջի պահին տվեց պլյուս, բայց եկեք հանուն արտարության ասենք, որ իմ առաջի գործարքն էլ վերջի պահին տարավ մինուս։ Այն որ բալանսը աշխարհի պահվեց, այն որ թե առաջին գործարքը 1 վայրկյանի պատճառով ես փակվա մինուս, հիմա էլ 1 վայրկյանի պատճառով ես փակվեցի պլյուս։ Դա է տրեյդինգը։ Աշխարհը պետք է պահի, չէ՞ վերջը իր այդ արտարության բալանսը։ Հիմա նայեք տրեյդերի կյանքը։ Այ տրեյդերի կյանքը այնքան լավն է չեք պատկերացնում, մանավանդ այն առաջի գումարները, որ դուք պետք է հանեք։ Չգիտեմ, այդ զգացողությունը ես չեմ կարող ցես բացատրել, բայց ես ուղղակի կասեմ, որ հիմնականում ամեն օր ռեստորաններ, չգիտեմ, մտնել խանութ եւ ընդհանրապես գումարին չնայել, ոչ թե գումարին, այլ տվյալ գներին կարողանալ օգնել թե ընտանիքին, թե բարեկամներին, թե ընկերներին։ Իրոք ցանկանում եմ, որ բոլորդ զգաք այդ հաճույքը, այդ լրիվ ուրիշ աշխարհ է։ Ես ինչ են ավելացրել, որ Pocket City ու չգիտեմ ինչ Pocket Pass։ Ես չեմ օգտվում նմանատիպ ակցիաներից, ճիշտն ասած, չգիտեմ։ Միանշանակ տրեյդինգը արժեր են պայքարին, որը որ ես տվել եմ։ Ես ուղղակի չեմ սիրում սենց գլուխ կովալ, ասել ես այն ունեմ, ես էս ունեմ, չգիտեմ, ես այսքան եմ աշխատում, այնքան եմ աշխատում, նախ առաջինը դա անձնական տվյալներ են, եւ երկրորդը, չգիտեմ, եթե ես լինեի երևի փոքր տարիքային ավելի, գլուխ կկովայի։ Բայց քանի որ ես 25 տարեկան եմ, իմ ժամանակը գլուխ կովալու անցել է, եւ ուղղակի կասեմ, որ տրեյդինգից ես ընդհանուր առմամբ միանշանակ գոհ եմ։ Ես գոհ եմ, որ ես պայքարել եմ մինչև վերջ, ես գոհ եմ, որ ես չեմ հանձնվել ու ընդհանուր առմամբ ես հանդիպել եմ տրեյդինգ մասնագիտությանը։ Ես ուղղակի կասեմ, եթե ռիսկերը գիտակցում եք, պայքարեք, եթե չեք գիտակցում ռիսկերը, եթե գիտեք, որ ճանապարհի կեսից կհանձնվեք, ուրեմն կարող եք չսկսել։ Հիմա մեր նոր սկսնակների համար մենք ունենք Phoenix Premium AI ծրագիր եւ Phoenix AI ծրագիր։ Ուղղակի սեղմելով արժույթի անվանման վրա, որոնք որ կան TradingView կայքում, դուք ստանում եք 3 սիգնալ, 3 տեսակի սիգնալ, կամ գնում, կամ վաճառք, կամ սպասել չկատարել trade։ Այսպիսի սիգնալներ։ Եվ հիմնականում մեր ծրագիրը ասում է սպասել չկատարել trade, քանի որ սա ստեղծված է սկսնակների համար, որպեսզի մինիմալացնենք նրանց ռիսկերը։ Կա Phoenix AI, կարող եք օգտագործել նաև այս OTC արժույթների համար։ Մի քիչ ժամանակատար է, մի քանի վայրկյան ավել կխլի ցեզանից, բայց այնուամենայնիվ եկեք պատճ թողնենք, հիմա կասեք էլի բախտը կբերի, բայց իրոք ես մեղք չունեմ, որ իմ բախտը բերում է, իմ սիրելի դիտորդներ ջան։ Մենք ունենք Phoenix Trading արդյունքների ալիք, որտեղ որ մեր դիտորդները ուղարկում են իրենց արդյունքները սկրինների միջոցով։ Հիմա նայեք, այնքան կա, չեմ էլ կարող այսքանը ես ցուցադրել։ Ուղղակի եկեք մի քանի արդյունք նայենք, ապրի այս տվյալ տրեյդերը։ Ուղղակի ես ինչն եմ գնահատում, նայեք այս ամեն ինչի մեջ։ Տեսնելով, որ մարդը կարողանում է 10 գործարք պլյուս փակի, նա չի շատացնում իր ռիսկը։ Նայեք, առաջին գործարքը $2.57, հավանաբար երևի տոկոսով է դրել, ասենք 5%-ն է օգտագործում իր բալանսի։ Եվ այս մարդը, ասենք, չի հաբրգում $10 չի կատարում գործարք։ Կարող է չէ կատարել, բայց այս մարդը հեռուն է նայում։ Նայեք, ռիսկերը չեն շատանում այս տվյալ մարդու։ Ունի բալանսին $218, բայց կատարում է $3-ով։ Քանի որ այս մարդը սովորում է, այս մարդը, տեսեք, շատ քիչ է շատանում ռիսկերը, նույնիսկ շատանալու դեպքում շատ քիչ է շատանում։ Ու հիմնականում ուշադրություն դարձրեք, որ իմ ալիքում այսպիսի կարգապահ տրեյդերներ են։ Իրոք, այսպիսի կարգապահ տրեյդերներ են։ Եվ ես ուրախ եմ, որ ես չեմ բացում եւ չեմ տեսնում, ասենք, ամբողջ բալանսով կատարած գործարքներ։ Ապրեն կարգապահ մարդիկ։
Եղեք միշտ կարգապահ։ Կորցնելուց կորցրեք քիչ, աշխատելուց աշխատեք շատ։ Դուք նոր եք սկսում։ Պետք չի միանգամից սենց փորով վրա ընկնել։ Ինչպես սիրում են ասել մեր հայերը։ Հիմա նայեք, այս արդյունքների ալիքը դուք կարող եք գտնել այս մեր բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ։ Ահա, նայեք, Phoenix Trading արդյունքների ալիք։ Այս բոտի միջոցով կարող եք ուղարկել ձեր իսկ արդյունքը։ Հիմա նայեք, մոդերատորների ծառայություն, կարող եք դիմել տեխնիկական խնդիրների դեպքում, բայց միշտ դիմելը նրանց, մենք ունենք նաև օգնության բոտ, նայեք, Phoenix օգնություն, սկսնակների համար, այն մինիմալ տեխնիկական խնդիրները, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել թե տեքստային, թե սկրինային տարբերակով, էլ չասեք, թե ես չեմ կարող օգտվել այս կայքից։ Մեր օգնական ծրագրերը, նայեք, հիմա կասեք, ասեց Phoenix Premium AI, Phoenix AI եւ չցուցադրեց, այնքան կա վիդեոներ, եւ նույնիսկ հենց օգտագործման վիդեոները, նայեք, առաջին ծրագիր, երկրորդ ծրագիր։ Հիմա եկեք տեսնենք հլեել ինչ կա։ Հիմա կասեք ինչպես ձեռք բերենք այս երկու ծրագրերը, լավ, այդքանը հասկացանք, ոնց որ թե չկա հղումը, ինչպես հիմա ձեռք բերենք, կարող ես ասել, կարող եմ, ինչու չեմ կարող ասել, նայեք, սեղմում ենք ինչպես միանալ փակ ալիքին, այս VIP փակ ալիքում են մեր այս երկու ծրագրերը։ Հիմա եկեք նայենք հլը, գրանցվեք Pocket Option-ում մեր լինքով, ահա, այս կայքի լինքը թե այստեղ է, թե այստեղ է, թե ապիսանյա կգտնեք, կատարեք $20 դեպոզիտ ձեր այդ հաշվին, մինիմալ գումար է քարտային, որը որ ուղղակի պետք է, որպեսզի դուք լինեք active trader, այս ծրագրերը ունեն լիմիտ եւ չեն կարող շատ քանակի մարդկանց համար աշխատեն միանգամից, միաժամանակ, դրա համար ես հավաքում եմ ակտիվ մարդկանց, ովքեր որ իրոք պետք է կատարեն իրական գումարով գործարքներ։ Այն որ հո չեմ տալու դեմոյով մարդկանց, էլ իրական փողով մարդկանց տեղ չմնա։ Հետո, այս երկու պայմանները կատարելուց հետո ձեր UID-ը, այս Pocket-ի ID-ն, սեղմելով այս ավատարկի վրա, դուք կարող եք իմանալ ձեր այս UID-ը, միայն թվերը ուղարկում եք այս մեր բոտին։ Ահա, ուղարկելուց հետո դուք սպասում եք admin-ը ստուգում է, եթե դուք կատարել եք այս երկու պայմանները, դուք անպայման կհայտնվեք մեր փակ ալիքում։ Բայց եթե այսքան բանից հետո դուք էլի ունեք ինչ-որ խնդիրներ, ինչ-որ հարցեր, նայեք, մենք ունենք մոդերատորների Telegram-յան ալիք։ Կարող եք մտնել, գրել եւ սիրով կպատասխանեն ձեզ։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Լայքեք, կոմենտեք, քանի որ եթե չլինեք դուք, ես հաստատ չեմ էլ նկարի վիդեո։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։